Եթերում Սուրենկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրենկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Ոստիկանի եւ քննիչի կողմից ուժի կիրառման մասին քաղաքացիների ազանգերին զգուշավորությամբ ենք մոտենում։ Մտածում ենք, որ գուցե քաղաքացին իրավապահային դիմադրություն է ցույց տվել, ոստիկանն էլ օրենքի սահմաններում ուժ է կիրառել, կամ ինքնավնասում է կատարել ու մեղադրում է քննիչին։ Մյուս կողմից, տեսնելով ոստիկանների ու քննիչների շարքերում փողոցային պահվածք ու խոսք ունեցողների հակաիրավական գործողությունների տարբեր դրվագներ, քաղաքացու նկատմամբ բռնության դեպքերը ուսումնասիրելու անհրաժեշտություն է առաջանում։ 2 ամիս առաջ ազանք հնչեց Վանաձորից։ Դիմակավորված ու զինված 2 տահակ մտել էին արցախցի ընտանիքի վարձակալած բնակարան եւ սպանության սպառնալիքներ հնչեցնելով հափշտակել ոսկեղենը։ Ոստիկանները բաժին էին հրավիրել տուժողի բարեկամին 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին եւ հորդորել իր վրա վերցնել կատարվածի պատասխանատվությունը։ Մերժում ստանալով բաժնի պետը ըստ երիտասարդի ոստիկաններին հրահանգել էր մշակել նրան։ Թե ինչպես է մշակել, պարզ դարձավ օրեր անց, երբ Տիգրանի փաստաբանն աղմուկ բարձրացրեց, քաղաքացիները երթեր ու ցույցեր կազմակերպեցին, պահանջելով պատասխանատվության ենթարկել երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։ Թշնամու հետ պայքարում հորն ու եղբորը կորցրած 3 պատերազմների մասնակցած երիտասարդը հայ ձեռքով խոշտանգվի։ Այսքանից հետո քննության ընթացքի մասին խոսելն ավելորդ է։ Մեկ այլ դեպքի մասին։ Ոստիկանների հանդեպ ուժ կիրառած քաղաքացին ձերբակալվում ու տեղափոխվում է ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հետո պարզում է, որ բարեկային ծառայության ավտոմեքենայում նրա նկատմամբ բռնություն է գործադրվել, ծեծը շարունակվել է ոստիկանության բաժնի սանհանգույցում, որտեղ ձերբակալվածին խոշտանգելուց առաջ բարեկներն իրենց ամրակցված տեսախցիկները հանել ու դրել են միջանցքում։ Ու քանի որ տեսաձայնագրությունը շարունակվել է, հնարավոր է եղել բացահայտել ոստիկանների հանցագործությունը։ Դե հիմա պատկերացրեք, թե նման քանի դեպք է տեղի ունենում առանց տեսաձայնագրության։ Ինչպես են մշակում քաղաքացուն, ինչպես են ցուցմուն կորզում ու բացահայտում հանցագործությունները։ Գիտեք ցավալին որն է, որ պրոֆեսիոնալ իրավապահների կողքին հայտնված թաղի խուժանը ուսադիրները կրում ու վարկաբեկում ամբողջ համակարգը, այդ թվում օրինապաշտ ոստիկաններին։ Սուր թեմայի տաղավարում փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ քննարկել ենք իրավապահ համակարգում տիրող ապօրինություններն ու դրանք վերացնելու քայլերը։ Խումբ ոստիկաններ մտել են ու ուժ են կիրառել տանս մեջ խփելով։ Արա խեք բռնուարա ինձի։ Որ թողես կանդա։ Արա թողել եմ ես։ Ոստիկանությունում սկոճով բերանս կապ է, թափածիկ լայն սկոճով։ Գցեք էդին ու քացիներով բանով սկսե հարվածել, թեքել։ Սրա պատճառը մեկն է, որովհետև որևէ մեկը չպատժվեց։ Իմ հայտարարության հիման վրա քրեական վարույթ է հարուցվել։ Նարա, ստորագրի։ Չեմ ստորագրի։ Մենք ունենք այդ գործիքը ոստիկանությունը որպես ճնշումների գործիք։ Վերջին շրջանում ավելացել են ոստիկանների կողմից քաղաքացիներին բռնության ենթարկելու մասին տեղեկությունները։ Մեծ աղմուկ բարձրացավ ոստիկանության Վանաձորի բաժնում, օրեր առաջ էլ Արմավիրի ոստիկանների մասնակցությամբ դեպքի շուրջ։ Մեղավորները կպատժվեն, թե գործերը կկարճվեն։ Կարծում եմ, որ գործերը կամ կկարճվեն, կամ այդ ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդումներ չեն իրականացվի, այդպիսի որոշումներ կկայացվեն։ Նախ ասեմ, որ բոլոր իշխանությունների ժամանակ էլ ոստիկանական բռնություններ եւ խոշտանգումներ եղել են եւ կարծում եմ, որ դրանք նաեւ կլինեն բոլոր իշխանությունների ժամանակ, բայց այժմ այդ բռնարարքները քանակական եւ որակական էական աճ են գրանցել, քանակական, որովհետեւ բազմակի անգամ հաճախակիացել են, իսկ որակական, քանի որ դրանք դարձել են առավել բացահայտ եւ առավել հանդուգն, այլ բառ չեմ ուզում օգտագործել։ Պետք է նշեմ, որ պետությունը որպես այդպիսին ունի բավարար գործիքակազմ կանխարգելելու համար այդ գործողությունները, մասնավորապես քրեական օրենսգիրքը ներառում է այդպիսի հանցակազմեր, այդպիսի հոդվածներ, որոնք անգամ մինչև 15 տարի ազատազրկում են նախատեսում եւ թվում է, թե դա պետք է հանդիսանա զսպող մեխանիզմ, որպեսզի այդ բռնարարքները չիրականացվեն, բայց ամենևին այդպես չէ, որի պատճառը իմ կարծիքով մեկն է, որ պետությունը, գործող իշխանությունը շահառու չէ այդ մեխանիզմների գործադրման առումով։ Իրավապահ մարմինների կողմից բռնության ենթարկվածները հաճախ չեն կարողանում ապացուցել բռնության փաստը, որպես կանոն ում են հավատում քննչական դատական մարմինները, քաղաքացուն, թե իրավապահին։ Հավատում եմ բնականաբար ոստիկաններին, որովհետև տեսեք,
ցանկացած այլ դեպքերում, երբ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվում, քննիչի ուղղակի պարտականությունն է, պետության պոզիտիվ պարտականությունն է ձեռնարկել հնարավոր բոլոր քննչական դատավարական գործողությունները, օպերատիվ հետախուզական միջոցառումները, որպեսզի հանցանքը հիմնավորվի կամ հերքվի, բայց խոշտանգումների վերաբերյալ գործերով քննությունը ամենևին այլ է, տուժողը պետք է կարողանա հիմնավորել, որ իր նկատմամբ այդպիսի գործողություններ են իրականացվել։ Եվ երբ տուժողը չի կարողանում դա հիմնավորել, այսինքն բացի իր ցուցմունք այլ ապացույցներ չի ներկայացվում կամ այդ ապացույցները բավարար չեն լինում, ապա միանգամից քրեական վարույթները կարճվում են։ Իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների վերաբերյալ վերջին տարիներին միջինը 200 հաղորդում է ստացվել, սակայն հարուցված քրեական վարույթների միայն 2%-ն է հասել դատարան։ Ինչու՞։ Տվյալ դեպքում իմ կարծիքով գործում է գրված կամ չգրված մի օրենք, որ ոստիկանները իրենց կողմից կատարված արարքների համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու կամ առնվազն նվազագույն չափով են ենթարկվելու քրեական պատասխանատվության, հակառակ պարագայում, եթե պետությունը կիրառի իր ամբողջ գործիքակազմը, մեթոդներն ու միջոցները, ապա նման անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքում այդ անձի ծառայեկիցը համանման արարք չի կատարելու։ Կամ բառից բուն իմաստով քննեցնում են նախաքննությունը, այսինքն դիմում են անգործության, կամ ապացույցների բավարարության դեպքում գործերը կարճում են։ Օրինակ քննեցման մի քանի մարտավարական եղանակներ ասեմ, ենթադրենք, որ դեպքը տեղի է ունեցել, օրինակ տեսախցիկների ազդեցության գոտում, քննիչը անհապաղ, կրկնում եմ, անհապաղ այդ տեսագրությունը արգրավելու փոխարեն, օրինակ տեղեկատվության պահանջ է ներկայացնում տեսախցիկի սեփականատիրոջ իրավաբանական կամ ֆիզիկական անձին, որպեսզի այդ տեսագրությունները ներկայացվի։ Եվ 3-4 ամիս հետո ստացվում է պատասխան, որ այդ տեսագրությունը չի պահպանվել։ Կամ մյուս դեպք ասեմ, օրինակ ակնհայտ դեպքում, երբ տուժողը ցուցմունք է տալիս, հաղորդում է ներկայացնում, որ այդպիսի գործողություն է կատարվել ոստիկանության կողմից, ներկայացում է, տրվում է օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ հանձնարարություն, տևական ժամանակ այդ հանձնարարության պատասխանը չի ստացվում եւ կրկին գործը քննեցվում է։ Հիմնական դեպքերը, որի մենք հանդիպում ենք, թեպետ բազմաթիվ, բայց մակերեսային վնասվածքներն են, սալջարդներն են, արյունազեղումներն են, երբ հանցանքի մասին հաղորդում են ներկայացում, քննիչը անհապաղ նշանակում է դատաբժշկական փորձաքննություն, բայց դատաբժշկական փորձագետը օրինակ այդ անձին ենթարկում է փորձաքննության մի քանի օր անց, երբ արդեն մարմնական վնասվածքները այդ տեսանելի արդեն վերացած են լինում։ 2022 թվականի եռաբլուրում զոհվածների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու գործը կարճվեց։ 2 տարի անց դատարանը որոշեց վերացնել այդ որոշումը, հանձնարարելով նոր քննություն իրականացնել։ Ինչի մասին է վկայում դատարանի որոշումը։ Որպեսզի ոստիկանության գործողությունները համարվեին իրավաչափ, պետք է որոշակի իրավական գործողությունների շղթա հաստատվեր, մասնավորապես։ Ծնողները կատարել էին այնպիսի գործողություններ, որոնք վտանգում էին հասարակական կարգն ու անվտանգությունը, երկրորդ, դրա պարագայում ոստիկանները ներկայացրել էին օրինական պահանջ դադարեցնելու այդ գործողությունները, երրորդ, այդ պահանջը չկատարելու դեպքում բերման էին ենթարկել, բայց բռնի ուժ գործադրելու վերաբերյալ անգամ անիմաստ է խոսել այս պարագայում։ Նախաքննության ընթացքում մեզ հետ առերես հարցաքննվող ոստիկանները, տուժողների հետ առերես հարցաքննվող ոստիկանները անգամ իրենք պնդեցին, տվեցին խոստովանական ցուցմունքներ, որ ծնողները հասարակական կարգ եւ անվտանգություն չէին խախտել եւ իրենք օրինական պահանջ չէին ներկայացրել ծնողներին դադարեցնելու որոշակի գործողություններ։ Ավելին, երբ որ ոստիկանները, ոստիկանությունը այդ ծնողների նկատմամբ վարչական հայցեր ներկայացրեց վարչական դատարան, վարչական դատարանը բազմաթիվ իր վճիռներով հավաստեց, որ այդպիսի գործողություններ տեղի չէին ունեցել։ Հետևաբար միակ քայլը, որը պետք է աներ նախաքննական մարմինը, արդեն վարչական դատարանի բազմաթիվ որոշումների պարագայում անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն էր։ Բայց նախաքննական մարմինը գնաց տրամաբանական հակառակ որոշման, քրեական վարույթը կարճեց, քրեական հետապնդում չիրականացրեց ոստիկանների նկատմամբ։ Մենք բողոքարկեցինք այդ որոշումը եւ դուք իրավամբ նշեցիք, որ դատարանը բավարարեց մեր բողոքը, իսկ արդեն հետագայում դատախազության վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքները վերաքննիչ դատարանը չբավարարեց, վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց եւ ըստ էության դատարանները կանխորոշեցին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշակի գործողությունների կատարում, որոնց իրավական հանգուցալուծումը պետք է հանդիսանար ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդման իրականացում։
Ներքին գործերի նախարարությունում հավաստիացնում են, որ ոստիկանության համակարգում բռնության դեմ պայքարի երկու միջոց են կիրառում՝ ոստիկաններին կրթելը եւ վերահսկողական գործիքակազմի ներդրումն ու զարգացումը, որքանով են արդյունավետ այդ միջոցները։ Ոստիկանին կրթելը պետք է տեղի ունենա մինչև ոստիկանին ուսադիրներ տրամադրելը, քանի որ ոստիկանը կարգադրիչ լիազորություններով օժտված անձ է, ինչ է նշանակում ոստիկանին կրթել ուսադիր տալուց հետո։ Բա միջև կրթելը ոստիկանի կողմից ոչ իրավաչափ գործողությունների կատարումը ով պետք է կանխարգելի։ Ինչ վերաբերում է այդ վերահսկողական ֆունկցիաներին, ապա վերահսկողական ֆունկցիաներ բավարար եղել են եւ այսօր էլ կան, լրացուցիչ ֆունկցիաների անհրաժեշտություն ամենևին չկա։ Այդ կրթելու եւ այդ կառուցակարգերի ինչ որ նոր ներդրումը ընդհանրեն իմիտացիա է ցույց տալու համար, որ պետությունը պայքարում է այդ ոստիկանության բռնարարքների դեմ, ոչ իրավաչափ գործողությունների դեմ, բայց կարծում եմ, որ դա ընդհանրապես թվացial գործողություն է։ Արարատի մարզ, գյուղ Նոյակերտ։ Այստեղ է բնակվում Հարությունյանների ընտանիքը։ 36-ամյա Քրիստինեն ու 41-ամյա Մարտինը սոցիալական ծանր պայմաններում են մեծացնում 17, 14, 8 եւ 1 տարեկան երեխաներին։ Ընտանիքի ողբալի վիճակը պատկերացնելու համար ընդհանրապես մի փաստ նշեմ։ Ծանր մարտահրավերների մի կերպ դիմագրավող Հարությունյանները ամիսներ առաջ Քրիստինեի քաղցկեղով հիվանդ լինելու մասին գույժ են ստացել։ Բայց սարսափելի ախտորոշումը շոկի է ենթարկել ընտանիքի անդամներին։ Հոգեբանական ապրումներին ավելացել են նաև բուժման ծախսերը, որոնք ահռելի են, թեև ինչ եմ ասում, ինքներդ եք տեղյակ, թե ինչ գումարներ են ծախսվում քիմիոթերապիայի կուրսերի վրա։ Հարությունյանները ունեցած-չունեցածը վաճառել են, բայց դա էլ չի բավականացնում։ Ընտանիքի հայրը ևս առողջական լուրջ խնդիրներ ունի ու այդ պատճառով չի կարողանում մշտական աշխատանք գտնել։ Ժամանակ առ ժամանակ հողագործությամբ է զբաղվում, ստացած չնչին գումարն էլ ուղղում կնոջ բուժմանը։ Ընտանիքի միակ եկամուտը մնում է 46,000 դրամ նպաստն ու Քրիստինեի հաշմանդամության 37,000 դրամ թոշակը։ Ցավալի է, երբ տեսնում ես, թե ինչպես է ընտանիքի գլուխը տառապում անզորությունից։ Ասում էր, եթե նժարին դրված չլիներ կնոջ կյանքն ու երեխաների ապագան, մեզ չէր դիմի։ Վստահ եմ, որ հիմա շատերի մոտ հարց կառաջանա։ Եթե ֆինանսական փոսի մեջ են, կինն էլ քաղցկեղով է տառապում, ինչու էին 4-րդ երեխան լույս աշխարհ բերում։ Նախ, ինչպես արդեն ասացի, երեխան ծնվել է ավելի շուտ, քան Քրիստինեի մոտ քաղցկեղն ախտորոշել, ու գուցե ծննդաբերությունն էլ նպաստել է հիվանդության զարգացմանը։ Եվ հետո, հենց նման ընտանիքների շնորհիվ է, որ Հայաստանում ժողովրդագրական պատկերը վերջնականապես չի աղավաղվում։ Ուստի նրանց պետք է ոչ թե քննադատել, այլ հնարավորության դեպքում աջակցել եւ լավ կլինի ֆինանսապես։ Այժմ Սվետլանա Ավդիշյանի ապրումակցման ուժն ու կարեկցանքի զորությունը տեսանյութը։ Խնամքով շպարվում է դանդաղ, համբերատար ու լուռ։ Նրա լռությունն անգամ համարձակ է։ 36-ամյա Քրիստինեից քաղցկեղը շատ բան խլեց, ընդհուպ ինքնավստահությունը, բայց փոխարենը կոփեց կամքը, ապրելու ու պայքարելու ուժ տվեց։ Լիարդի, կրծքագեղձի, թոքի քաղցկեղ ունեմ չարվորակ։ Այս պահի դրությամբ ես նոր եմ քիմիոթերապիան ստացել, իմ ահավոր ցավում է իմ ջանը, ոսկորները սաղ ցավում է։ 7-րդ քիմիոթերապիան օրեր առաջ է ստացել ու դեռ պարզել չէ, թե քանիսն են առջևում։ Հետապնդող հիվանդությանը փորձում է հաղթել իր համառությամբ ու ապրելու անհագ ցանկությամբ։ Ամենահուսահատ պահերին էլ մայրական բնազդն է իր խիստ խոսքն ասում ու վարկենական սթափեցնում։ Կան դժվար է, որ իմանում ես այդ հիվանդության մասին։ Քիչ սովորական հիվանդություն չի, որ ասես լավ։ Բայց աշխատում եմ իր մասին վաբշե չհիշեմ ես։ Պետք է ուժեղանես, թե չէ ինքը քեզ կհաղթի։ Բժիշկներն ասել են դրական դինամիկա կա, միայն թե բուժման համար անհրաժեշտ գումարը Քրիստինեն ցավոք չունի։ Ամուսինը հողագործությամբ է զբաղվում, ստացած եկամուտն էլ ամբողջությամբ ուղղում կնոջ բուժմանը։ Այս պահին ընտանիքի միակ կայուն եկամուտը ստացած նպաստն ու Քրիստինեի հաշմանդամության թոշակն են։ Վաճառել են ունեցած-չունեցածը, ամեն գնով պայքարել մոլեգնող հիվանդության դեմ։ Հիմա արդեն փակուղում են, այլևս ելք չկա։ Երբևէ չեմ դիմել ոչ մեկի օգնության, ու ամեն ինչ կարողացել եմ ինձնով անեմ, բայց հիմա անց խնդիրի առաջ եմ կանգնած, որ ասենք իմ ֆինանսականը չի հերիքում էլ դեղորայքին կոնկրետ շատ թանկ է այդ քիմիոթերապիայի դեղերը։ Այսօր իմ ամենամեծ խնդիրը է դա, որ
Այդ դեղորայքը ես կարողանամ գնեմ կնոջս համար։ Ու փորձենք որ օգնենք էլի իրեն այդ դժվարությունների մեջով անցնի այդ հիվանդությունը հաղթահարի, որ միասին կարողանանք մեր բալիկներին մեծացնենք։ Իմ ամենաշատ նեղվելու բանը էդի, որ չեմ կարողանում անի ֆինանսական խնդիրներն է, թե չէ ես ոչ մի բանի կարիք չունեմ, ասում փառք, ընտանիքս կողքիս են, երեխեքս, բոլորը, ինձ հիմնականում այդ գումարային, որ դու մոռանում ես քո հիվանդության մասին, մտածում ես թե գումարը որտից հայթայթես։ Հարազատները ով ինչքանով կարողացել է օգնել են, գնել ենք, նրանք շատ թանկ արժեն։ Ու մոտավորապես 21 օրը մեկ գումարը կազմում է մոտ միլիոնի մոտ էլի 800 քանի հազար դրամ երկու դեղը, բացի մնացած ծախսերը։ Տևական ընթացք է պահանջում Քրիստինեի բուժումը, բայց այդ բարդություններն աչքին չեն երևում, երբ երեխաները կողքին են։ 4 հրաշք երեխա ունի, միշտ պատրաստ կանգնած ամեն րոպե մորը խնամելու ու աջակցելու։ Ավագի 17-ամյա Սիլվիի ուսերին է ընտանիքի ամբողջ հոգսը, ամեն կերպ ձեռք է մեկնում մորը, որ նա հանկարծ անզոր անօգնական չզգա։ Որ հուսահատվում է, փորձում ենք հույս տանք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Լինում է, որ մեկ անգամ արդեն չի ուզում գնա քիմիայի, ասում է ձեզ եմ նեղություն տալիս, չեմ ուզում ոչ մի բան անեմ, բայց էլի իր կողքին ենք լինում, հույս ենք տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու, պետք է պայքարի հիվանդության դեմ։ Քիմիոթերապիաներից հետո вообще շատ թույլ եմ լինում, ոչ դաժե հասարակ տան գործն էլ չեմ կարողանում անել։ Հիմնականում մեծ աղջկաս վրա է, փուճուր երեխան են ինքն է նայում, փուճուրս դե տարի 3 ամսեկան է։ Ես շատ թույլ եմ մնում այդ մանավանդ քիմիոթերապիաներից հետո այդ մի 10 օրը մինչև ես ուշքի եմ գալի, արդեն լինում է հաջորդ քիմիոթերապիա։ Ֆինանսական խնդիրները խեղդում են, չեն կարողացել վճարել նաև Սիլվիի ուսման վարձը։ Բժշկական քոլեջի ավարտական կուրսի աղջիկը կարող է կորցնել կրթությունը ավարտին հասցնելու հնարավորությունը։ Ուզում եմ ավարտեմ, աշխատեմ, որ կարողանամ ես էլ ընտանիքիս ինչ-որ բանով օգնեմ։ Mən բոլորս համար ամենամեծ երազանքը մամայի բուժումն է։ Ամեն ինչու բոլորին երկրորդ պլան են տարել երեխաները, մոռացել իրենց երազանքները։ Ամենամեծ պարգևը Աստծուց համարում են իրենց մոր շուտափույթ ապաքինումը։ Հուսում եմ, որ լավ է լինելու ամեն ինչ, որ կկարողանամ անես։ Հավատում ենք ու պայքարում ենք, որ լավ լինի։ Ինչքանով որ կարանք, Աստված մեր հետ, բոլորի հետ։ Դիմենք բոլոր բարերարներին, որ օգնեն գոնե իմ դեղորայքը կարողանամ ես առնել, մնացածը էլի ոչինչ։ Քրիստինեն ասում է 19 տարի է ամուսնացած է եւ այդ երկար ու ձիգ տարիներին երբեք իրեն մենակ չի զգացել։ Ամուսինը միշտ է եղել հոգատար, սիրող ու նվիրված, աջակցել է կյանքի յուրաքանչյուր դժվար փուլում։ Ու այսօր ամենաշատը հենց ամուսնուն է ցավեցնում կնոջ այս վիճակը։ Անճարությունից սկզբունքները մի կողմ է դրել ու որոշել օգնություն խնդրել։ Կորցրել են անդորը այս ընտանիքում, կանգնած են դժվար փորձության առաջ։ Բայց Քրիստինեն հեշտ կոտրվողներից չէ, 4 երեխայի աչքը մոր երեսին է։ Քրիստինեն ճիգ է գործադրում, հավաքել է ուժերը, հանձնվել չի պատրաստվում։ Կյանքի հետ կռիվ է տալու այնքան, որքան ուժը կպատի։ Երեխաների ամենօրյա աղոթքն իր ականջին է։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Զինծառայության տարիքի հասած քաղաքացիներից շատերն են խուսափում ծառայությունից։ 5000 անձև կար, ում 27-ը չէր լրացել։ Այլ երկրի քաղաքացի են դառնում, որ իրենց հայրենիքում չծառայեն։ Եթե մինչև 27 տարեկան համբերել է, ինքը նաև համբերի մինչև 37 տարեկան։ 15-ից 20 միլիոն դրամ կվճարեն նրանք, ովքեր սոցիալապես ապահով հատվածն են ներկայացնում։ Երբ որ գումար ես տալիս ու չես ծառայում, սա ինչ է։ Ով կարող է երաշխավորել, որ սա հակառակ էֆեկտը չի տալու։ Բնականաբար արդյունավետությունը կորում է։ Լավ չէր լինի, որ այդ հսկայական գումարները ներդրվեին հատուկ զինվորական խմբեր ձևավորելու նպատակով։ Եվ բյուջեն գումար չի մտնի, եւ մենք բանակում զինվոր չենք ունենա։ Նպաստելու է, որ արական սեռի ներկայացուցիչները բռնեն արտագաղթի ճամփան, իրականում իրենց որոշումները հակառակ էֆեկտ են տալու։
Անձրևից հետո Արամի փողոցն այս տեսքն ուներ։ Երևանը մի քանի րոպեում վերափոխվում է, նմանվում Վենետիկին։ Կամ բացակայում է ջրահասման ցանցը, կամ չունի բավարար ջրտողունակություն։ Երևանի քաղաքապետարանից ուղղորդում են դեպի Veolia ջուր ընկերություն։ Veolia սա ի՞նչ կապ ունի այս ավազի։ Բնակիչներն էլ հոգատար չեն շրջակա միջավայրի նկատմամբ։ Տեսնես ով է որոշել, որ գործող ցանցի հնարավորություններն անսահմանափակ են։ Անհրաժեշտ է որ լուրջ ուշադրություն դարձվի ենթակառուցվածքների ամբողջական համալիրը։ Շրջանառության մեջ է դրվել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, ըստ որի վերանայվում է պարտադիր զինվորական ծառայության կոնցեպտը։ Ի սկզբանե ասեմ, որ փոփոխությունները բազմաթիվ են, բայց մենք կփորձենք անդրադառնալ հիմնականին՝ զորակոչային տարիքը 18-ից 27 տարեկանի փոխարեն 18-ից 37 դարձնելուն։ Ազգային ժողովում քննարկումներից հետո մեր խմբագրություն ստացվող ազանգերը չեն դադարում։ Զանգարողների գերակշիռ մասը տարիքային այդ սեգմենտում գտնվող ու արտասահմանում բնակվող խարական սեռի ներկայացուցիչների բարեկամներն են։ Ասում են, թե դրսում գտնվող հարազատները 2024-ի փոփոխությունների համաձայն պատրաստվում են չծառայելու դիմաց պետբյուջե վճարել սահմանված գումարը ու ազատ ելումուտ ունենալ հայրենիք։ Փաստորեն սպասվող փոփոխություններով ելումուտը 10 տարով հետաձգվելու է։ Ասել է, թե օտար ամայի ափերում փոխաշխատողները մեր երկրի բյուջեն էլ գումար չեն փոխանցի, մինչդեռ նախորդ փոփոխությունների տրամաբանությունը հենց դա էր, չեն ծառայում, գոնե վճարեն։ Իսկ հիմա չեն գա Հայաստան, գումարները չեն ծախսի։ Բայց սա չէ միակ խնդիրը։ Ազանգողները նաև ոչ պակաս մեկ այլ կարևոր հարց էին բարձրաձայնում, որն առնչվում է վարժական հավաքների բովանդակությանն ու ձևին։ Տեսեք, պետությունը մեծ գումարներ է ծախսում 25-օրյա հավաքների կազմակերպման եւ իրականացման վրա։ Բան չունեմ ասելու, ապրում ենք անկայուն տարածաշրջանում, ամեն վայրկյան կարող է պատերազմ սկսվել ու պետք է դրան պատրաստ լինել։ Բայց կազմակերպումից ոչ պակաս կարևոր է այդ միջոցառման արդյունավետությունը։ Ասեմ, թե ինչ նկատի ունեմ։ Դիցուք, ծառայության ընթացքում 100 մմ-անոց զենիթային թնդանոթին կայս 19-ին կցված 45 տարեկան անձին, ով երբևէ չի կրակել այդ զենքով, կանչում են հավաքի։ Պատկերացնում եք, ծառայությունն ավարտել է քառորդ դար առաջ, ընտանիք է ստեղծել, ունի 4 երեխա, աշխատանք, այսինքն ուղիղը ամեն ինչով զբաղված է բացի թնդանոթներից։ Ինչ եք ակնկալում կամ ինչ կարող ենք տալ այդ մարդուն 25 օրերի ընթացքում։ Պատասխանը մեկն է, առանձնապես ոչինչ։ Բայց չէ՞ որ այդ 25 օրերին պետությունը նրան սնվելու աշխատավարձի մի մասի փոխհատուցման նպատակով գումարներ է ծախսում։ Հիմա հարց. ավելի ճիշտ չէ, որ այդ գումարները տրամադրեն ռազմական գործի հարյուրավոր մասնագետներին, ովքեր տարիներ շարունակ ծառայել են զինված ուժերում, սակայն ցածր աշխատավարձի պատճառով ստիպված են եղել համակարգից դուրս գալ ու ասենք տաքսի մեքենա վարել։ Համաձայն եք, օգտակար գործողության գործակիցը անհամեմատ բարձր կլինի, հնարավոր պատերազմի դեպքում էլ ավելի մեծ օգուտներ կքաղենք։ Ներկայացնում եմ Նայիրի Մուրադյանի մանրադրամ դարձած մունդիրի պատիվը տեսանյութը։ Իշխանական падգամավորները նոր նախագիծ են շրջանառության մեջ դրել։ Զինծառայության մեկնելու սահմանային տարիքը, որ մինչև 27 էր, նախատեսում են 37 դարձնել։ Հիմնավորումն էլ այսպիսին է. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրման կարիք ունի։ Զինծառայության տարիքի հասած քաղաքացիներից շատերն են խուսափում ծառայությունից։ Շատերն էլ հրաժարվում են քաղաքացիությունից, այլ երկրի քաղաքացի են դառնում, որ իրենց հայրենիքում չծառայեն։ 2-3 տարի առաջ հրապարակվեց, որ 5000-ից ավել անց կա 27 տարին լրացած քրեական հետապնդման ենթարկվող։ Իսկ 5000 անձել կար, ում 27-ը չէր լրացել եւ էլի քրեական հետապնդման տակ էին։ Ոչ ոք դեմ չէ, որ Հայաստանի զինված ուժերը նոր համալրումներ ունենա, բայց ռազմական ոլորտի մասնագետները, զինվորական գործից գլուխ հանողները առաջարկվող նախագծում բացեր են տեսնում։ Ով կարող է երաշխավորել, որ սա հակառակ էֆեկտը չի տալու։ Եվ այո, նպաստելու է, որ արական սեռի ներկայացուցիչները բռնեն արտագաղթի ճամփան ու սպասեն այնքան, մինչև կլրանա իրենց 37-ը, հետո կամ կվերադառնան Հայաստան կամ էլ ոչ։ Չէ՞ որ զինծառայությունից խուսափողները սպասում էին, թե երբ կլրանա իրենց 27-ը, որ հետ գան Հայաստան։ Չծառայելու համար 37 տարի էլ կսպասեն, պնդում են ռազմական ոլորտի փորձագետները։ Եթե 9-10 տարի կարողացել է առանց Հայաստան ներկա գալու ապրել, եթե մինչև 27 տարեկան համբերել է, ինքը նաև համբերի մինչև 37 տարեկան։ Եվ այո, եթե 27 տարեկանում անձը դեռ ընտանիք չի կազմել, չի կարգավորել իր սոցիալական դրությունը, միգուցե իր համար հեշտ լինի այդ տարիքում ծառայության անցնելը։ 37 տարեկանում սակայն բարդություններն ավելի ակներև են։ Հատկապես այն ամենա էմոցիոնալ շրջանում տարիքային, այնպես է, որ եթե ինքը արդեն հասցրել է նաև ամուսնանալ,
Ինքը այլևս իր ընտանիք ունի, իր սեփական բիզնեսն այլևս ունի, կայացման խնդիր չունի, մինչև 37 տարեկան միանշանակ ինքը կարող է դա էլ մնա, իր հարցերը լուծի։ Այո, ուղղակիորեն սա խթանում է արտագաղթը։ Իրականում իրենց որոշումները հակառակ էֆեկտ են տալու։ Եվս մեկ կարևոր խնդիր, որ արձանագրում են մասնագետները, 37 տարեկանում ծառայելը ֆիզիկական տեսանկյունից ավելի բարդ է, քան 18-ից 20 կամ 25 տարեկանում։ Եթե 18-ից 20, 22, 24 տարեկանում կարող է ինքը արդյունավետ զինվորական ծառայող լինել, ապա դրանից բարձր տարիքում բնականաբար արդյունավետությունը կորում է։ Օրինակ 50 տարեկան մարդը, որ բնականաբար չի կարա 25 տարեկան կամ 30 տարեկան մարդուն վազի կամ այն նույն գործողությունները նույն անի, ինչ որ կաներ, ասենք 25 տարեկան կամ 30 տարեկան մարդը։ Շատերի համար անընդունելի է նաև գումար վճարիր քիչ կամ ընդհանրապես մի ծառայիր տարբերակը։ Վիճակագրական տվյալներն են փաստում 27 տարին լրացած եւ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար պետբյուջե գումար վճարած քաղաքացիները 100-ի էլ չեն հասնում։ 10,000-ից ավել անձից ընդամենը 60 անձ է փորձել գալ վճարում անել եւ իր խնդիրը կարգավորել։ Այսինքն այս իրավական կարգավորումը պրակտիկայում ցույց տվեց, որ արդյունավետ չի։ Ռազմական փորձագետը անտրամաբանական եւ անարդարացի է համարում այս օրենքը։ Հստակ է, չէ՞ որ 15-ից 20 միլիոն դրամ կվճարեն նրանք, ովքեր սոցիալապես ապահով հատվածն են ներկայացնում, փող ունեն, հարուստ են։ Ասել է, թե ծառայության են մեկնելու աղքատ միջին խավի ներկայացուցիչները։ Երբ որ գումար ես տալիս ու չես ծառայում, սա ինչ է։ Սա է սոցիալական անարդարություն։ Այսինքն ինչ է, մեր երկրի բանակը բանվորագյուղացիական է, ուղղակի հիմա բանվոր չկա, այսպես ասենք, հա, որտեղ գործարաններ չկան։ Սպասարկման ոլորտ է, հա, ամբողջովին։ Գյուղացիներ կան։ Այսինքն չունևոր խավի զավակները գնան ծառային ունևորներին, հա, պաշտոն զբաղեցնողներին ոչ։ Այսինքն սոցիալական անարդարություն է։ Որքան էլ մենք փորձենք սեղմել օղակը, քրեականացնել, մեծ գումարներ այսպես առաջարկել օրենքով, որ տան, նոր ազատվեն եւ այլն, միևնույն է, ճանապարհը կգտնեն, կազատվեն, կգնան արդեն, եթե միջև հիմա առանց օրենքի են անում, փախնում են, հիմա իմ վերնշված օրինակներով այլ երկրի քաղաքացի դառնալով իրանք կանեն օրինավոր ճանապարհով եւ բյուջեն գումար չի մտնի եւ մենք բանակում զինվոր չենք ունենա։ Վարժական հավաքների մասնակցել։ Նրանք կամ վարժական հավաքների ընդհանրապես չեն մասնակցել կամ տեղյակել չեն ինչի մասին է խոսքը։ Անցորդներ կան խոսում են հայերեն, ազգությամբ հայ են, բայց Հայաստանի քաղաքացիություն չունեն։ Հայաստանի չէ։ Ո՞րքան չէին գետա է, մասնակցել են։ Չեն կա, չէ։ 10, 11, 12 տարեկան տղա երեխաներին Հայաստանից հանում են, տալիս են այլ երկրի, այլ պետության քաղաքացիություն, նորից վերադառնում են Հայաստան եւ այդ երեխաները այստեղ կրթվում են, իրենց կրթությունը ստանում են, բայց ապրում են Հայաստանում, բայց այլ երկրի քաղաքացի են։ Վարժական 25-օրյա հավաքներին մասնակցած հրայրի հետ են զրուցում։ Տարի ու կես առաջ է զորամասերից մեկում ծառայել։ Ընդհանուր առմամբ դժգոհ չէ վարժական հավաքների ծառայությունից։ Նա անկեղծանում է։ Սկզբից, երբ նոր էր մտել զորամաս, սնունդը լավ էր, բայց հետո հրայրին դուր չի եկել այն։ Որակի փոփոխություններն ակնհայտ են եղել։ Կոնկրետ մի քանի օր է որ լավ էր, բայց հետո չէ, հետո դուրս չեկավ, փոխավ արդեն ամեն ինչ։ Ոչ ոք դեմ չէ ծառայել հայրենիքին, բայց տարեկան միլիոնավոր դոլարներ են ծախսվում զինված ուժերում վարժական հավաքների մասնակցող զինվորականության համար։ Դրանք սննդի գումարներն են։ Իդեպ սնունդը հայտնի ֆիրմաներից մեկն է տրամադրում բանակին։ Հիշում եք 18-ին ելակ, դոլմա, խորոված, այդ տխմարությունները, հա, պոպուլիզմը։ Կրկին մասնագետներն են փաստում, լավ չէր լինի, որ այդ հսկայական գումարները ներդրվեին հատուկ զինվորական խմբեր ձևավորելու նպատակով։ Դրանք կարող են լինել ռազմական հատուկ ջոկատայիններ եւ կկազմեն մեր զինված ուժերի պրոֆեսիոնալ հատվածը։ Այդ հսկայական գումարներն էլ կուղղվեն պրոֆեսիոնալ ստորաբաժանումներում ծառայողներին։ Պայմանագրային անձնակազմ մարդկանց Արցախից հսկայական փորձ ունեցող անձնակազմ կա։ Պատերազմով 1-2 մեծ ճակատամարտերով 90-ականներին 44 օրայում դրանից առաջ իրենք անցել են, ունեն բարձր մոտիվացիա։ Թող այդ հսկայական գումարները ուղղորդվեին բոլոր այն անձանց, ով ֆիզիկապես, հոգեբանորեն, մասնագիտորեն
ուներ ունակություններ անհրաժեշտ եւ պատրաստ էր համալրել մեր զինված ուժերի շարքերը։ Դες վստահաբար եմ ասում, տասնյակ հազարավոր մարդիկ կլինեն։ Վարժական հավաքի մասնակցած տարբեր տարիքային խմբերի տղաների հետ զրույցում մի քանի խնդիրներ վերհանվեցին։ Օրինակ ճիշտ են համարում, որ մարտական հերթապահությունն իրականացնեն այն պաշտոնում, որն ունեցել են օրինակ զինված ուժերում ծառայելու ընթացքում։ Ով ծառայել է կոնկրետ ինչ-որ հաստիքի վրա, հենց այդ հաստիքով գնա։ Օրինակ ես եղել եմ նշանառու, բայց ես օրինակ գնացել եմ որպես նշանառուի օգնական։ Այսինքն որ օրինակ սնարյադներն է տեղափոխում մանավանդ հրետանու դեպքում։ Մարդիկ ովքեր հրետանի են գնում, հրետանի չծառայած։ Եվս մեկ հետաքրքիր հանգամանք, որի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Վարժական հավաքների մեկնողները տարբեր տարիքային խմբերում են։ Նրանցից շատերը զինված ուժերում օրինակ ծառայությունն անցել են 20-ից 30 տարի առաջ եւ պարզ է, չէ՞ որ նրանցից շատերը մոռացած կլինեն զինվորական ծառայության պարտադիր պայմանները, չեն ունենա զենք կիրառելու այն հմտությունը, որը կիրառել են ծառայության ընթացքում։ Իսկ տեխնիկայի, մասնավորապես ռազմական տեխնիկայի դարում կիրառվում են տարբեր զարգացած զինտեխնիկաներ։ 20-ից 30 տարի առաջ սահմանին AKS-ով, AKM-ով կանգնած զինվորի համար նոր տեխնիկայի դարում դժվար է 25 օրվա կամ 3 ամսվա ընթացքում հմտանալը ռազմական գործի զենք կիրառելու մեջ։ Վերջին անգամ 10-15 տարի առաջ է եղել զենքը ձեռքին կամ միգուցե չի եղել, բնականաբար ինքը զինված ուժերին որևէ օգուտ չի կարող տալ։ Նույն 30 տարեկանին, որը 18-20-ում նորմալ ծառայել է, ինչ որ ասենք, հատուկ ստորաբաժանում կամ կապի վարչությունում կամ կապի զորքերում կամ հրթիռային զորքերում 10 տարի անցել է, նախ գիտելիքների անհրաժեշտ պաշար դիտել մեկ, առողջականը բերվի նորմալ կոնդիցիայի, որտեղ ինքը մարտական խնդիր կատարի, երկուս, իր բարոյական վիճակը, որտեղ կարող է սկզբունքորեն այդ մարդուն պարտադրելով է, չէ, բերում, չէ ուզում ծառայի, այսինքն պոտենցիալով, եթե իր բարոյական վիճակը համապատասխան կառույցները զորակոչող չեն ստուգում, այդ նշանակում է պոտենցիալ առնով ռազմական գործողությունների բախման ժամանակ փախուստի, խուճապի տրամադրությունները բավականին մեծ կարող են լինել։ Լավ, այդ դեպքում ինչու են շատերը Հայաստանում խուսափում ծառայել զինված ուժերում։ Հարցը մի քանի պատասխաններ կարող է ունենալ։ Նախ Հայաստանի զինված ուժեր արագ են սովոսքում դրսի վատ բարքերը։ Քրեական ենթամշակույթն այնպես չէ, որ ամբողջությամբ դուրս է եկել զինված ուժերից։ Եվ ամենակարևորը, զինված ուժերում ամբողջությամբ չեն բացահայտվում արտակարգ դեպքերը, սպանությունները։ Այդ անպաշտպանվածության զգացողությունը կա, որ իրենք չեն ցանկանում, որ իրենց երեխաները գնան ծառայել։ Չկա այն մոտիվացիան, որտեղ մեր հայրենիքի ամեն մի թիզողը մեր համար սրբազան։ Զինված ուժերում պետք է վերացնել խաղամոլությունը, թմրամոլությունը, ալկոհոլամոլությունը, վերանայել պայմանագրային զինծառայողների սոցիալական վիճակը։ Մասնագետների դիտարկմամբ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք բանակում ծառայելը կդարձնեն ցանկալի, գրավիչ ու ապահով։ Եթե այս ու այլ փոփոխություններն արվեն, ըստ մասնագետների, բանակում ծառայելուց խուսափելու մոտիվացիան շատերի մոտ կնահանջի։ Նաիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ 8 ամիս առաջ, սեպտեմբերի 16-ին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Ավինյանը անդրադարձավ մայրաքաղաքի հեղեղատար համակարգի ներկայվիճակին, նշելով, թե այն բավականին հին ու մաշված է եւ որ էական ներդրումներ են պահանջվում։ Ու վերջ։ Քաղաքապետարանը համարեց, որ հեղեղատարների հարցը փակելու համար սա ծանրակշիռ բացատրություն է, հետևաբար ամեն անձրևից հետո տասնյակ հազարավոր մարդկանց անհարմարություններ ու հեղեղատարների չաշխատելու հետևանքով կրած վնասները ոչ թե փոխհատուցելու, նույնիսկ մեկնաբանելու կարիք չկա։ Այդուհանդերձ, ով է պատասխանատու հեղեղատարների մաքրության համար։ Հարց, որի պատասխանը գտնելը բավականին բարդ է։ Քաղաքապետարանը ուղղորդում է Վիոլա ջուր, նշելով, թե նրանց գործն է։ Այս ընկերությունն էլ արդարանում է, թե պարբերաբար մաքրում են հեղեղատարները, սակայն գույքը, այսինքն հեղեղատարները, պատկանում են պետությանը, ու խնդիրը պետք է լուծի ջրային պետական կոմիտեն։ Պատկերացիք չէ։ Հեղեղվում են մայրաքաղաքի փողոցները, հեղեղատարները պատկանում են պետությանը, դրանց սպասարկումը իրականացնում է Վիոլա ջուրը։ Այսինքն երևանցիներին հուզող եւ հունից հանող հարցի հասցեատերերը միանգամից 3-ն են, որոնք մեղքը իրար վրա են բարդում։ Բնականաբար հետևանքն էլ սա պիտի լիներ։ Բայց մեկ վարքյան։ Հետաքննության ընթացքում բացահայտվեց նաեւ 4-րդ կողմը, որն առաջին հայացքից անտեսանելի է։ Խոսքը Երևանի բնակիչների մասին է, որոնց համար մաքրությունը սկսվում եւ ավարտվում է իրենց օջախով։ Թե ինչ կլինի դրանից դուրս, նրանց չի հետաքրքրում։ Աղբը թափում են ինչպես պատահի եւ որտեղ պատահի, առանց մտածելով, որ այս դեպքում եւս գործում է բումերանգի օրենքը։
Նկատի ունեմ հանգամանքը, որ աղբով լցված հեղեղատարների թողունակությունը թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի սահուն հեռացումը։ Ու այն օջախը, հանուն որի մաքրության տերը պատրաստ է աղբը թափել որտեղ պատահի, հայտնվում է հեղեղվելու վտանգի առաջ։ Սիրենք մեր Երևանը, մեր մեծ տունը, խնամենք ու խնայենք այն։ Էդուարդ Պողոսյանի տեսանյութը վերնագրել ենք «Ջրի գերի պետությունն ու բումերանգի էֆեկտը»։ Անցնող շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի այս հատվածում արևային ակնոցը գուցե լիներ ավելորդ ճոխություն, ջրային ակնոցը երևի թե ոչ այնքան, անձրևից հետո Արամի փողոցն այս տեսքն ուներ։ Անձրև է գալիս, թե չէ, մեր մայրաքաղաքը կոլապսի մեջ է, ահա ծայրամասից կենտրոն, պատկերը նույնն է։ Երևանը մի քանի րոպեում վերափոխվում է, նմանվում Վենետիկին։ Միայն թե այստեղ այս արհեստական գետերը որևէ մեկին չեն ոգևորում, գեղագիտական հաճույք չեն պատճառում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Երևանի քաղաքապետարան, տարածքային կառավարման, չգիտեմ, նախարարությունը պետք է ունենան համապատասխան մի հատ ինչ-որ մարմին, ինչ-որ մի հատ մարդ պետք է ունենան, որ այս կլիմայական փոփոխությունների զբաղվի, ասենք, դրա ազդեցությունը Երևան քաղաքի վրա, Հայաստանի Հանրապետության վրա։ Առաջինը դա չունի, ես այդ գլոբալ եմ, բնականաբար չունեմ, բայց դա ամոթել է, դա զարմանալի է։ Ջրի արկայությունը մայթերում, փողոցներում, կամուրջների տակ, մեծ ջրահոսքերի առաջացում նշանակում է այդ հանգույցում կամ բացակայում է ջրահոսման ցանցը, կամ չունի բավարար ջրտողունակություն տարբեր պատճառներով, խցանումներից սկսած բուն ինքը ջրահեռացանցի ջրտողունակության նվազ լինելով։ Իսկ ով է պատասխանատու ջրահեռացման ցանցի համար? Սուրանկյանը Երևանի քաղաքապետարանից ուղղորդում են դեպի Veolia ջուր ընկերություն, որն էլ սպասարկում է ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգը։ Veolia-ը սա ի՞նչ կապ ունի այս ավազի հետ։ Այսի որերոր տոննա, ասես տոննայով աղբը զիբիլը մնացել է։ Որևէ մեկը սրանով չի զբաղվում։ Veolia-ն ինչ մեղավոր է։ Տերևը բավական է, որ մյուս մեծ անձրևիներին, իսկ տերևը ինչ անում, ասես մենք այդպես բարի ենք իրան պատկերացնում, բայց ինքը օրերում sense կիլոներով լցվում է, շատ ծանր այդպես նստված կա դառնում, որ արդեն փակում է, այսինքն 90% է կամ չգիտեմ 70% էֆեկտիվ չէ տրուբայի։ Երևանցիներն էլ իրենց հերթին հաստատում են, ընդունում, բնակիչներն էլ հոգատար չեն շրջակա միջավայրի նկատմամբ, աղտոտում են, դե հեղեղատարներն էլ խցանվում են։ Ուղղակի մաքուր չեն էլի մեր ժողովուրդը դեռ այդ մակարդակին չկա, ափսոս։ Դուրս գնում գալիս հիացած, ըստ գալիս են իրանք էլի իրանց էլի հին ձևով են պահում։ Շատ բնակիչներից է կախված, որովհետև նրանք միայն խորհուրդ են տալիս, որ մենք կուլտուրական ժողովուրդ ենք, մենք էս ենք նրանք, բայց փաստաղում հետ էլ շփվում եմ, տեսնում եմ, ծխում գցում եմ, կամ այդ էլ է զասարենի լինում։ Մեր պատճառով է։ Մենք էլ պետք է մաքուր լինենք, մենք էլ պետք է հավաքվենք։ Աղբը լցնում են այդ անցքի մեջը, աղբը լցնում են, դրա համար զասարենի ալինում չի գնում, ջուրը տալիս է փողոց։ Այդքան բան։ Այնուամենայնիվ Veolia ջուր ընկերությունից մեր հարցերին գրավոր պատասխանում են, ընդունելով, որ օրինակ հեղեղատարների մաքրությամբ զբաղվելը պետության հետ կնքած համապատասխան պայմանագրով իրենց խնդիրն է։ Հայտնում են ամբողջ տարվա ընթացքում են դրանով զբաղվում, անհրաժեշտության դեպքում նաև նորոգում, բայց համակարգը, որը պետությունից են վարձակալել, բազում թերություններ ունի։ Ոչ բոլոր փողոցներն ունեն անձրևատարներ, իսկ եղածներից շատերի թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի սահուն հեռացումը։ Դա հետևանք է այն բանի, որ Երևանի բուռն կառուցապատումն ու զարգացումը հիմնականում չի ուղեկցվել անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ։ Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը, իր հետ բերելով գոյացող անձրևաջրերի քանակի ավելացում։ Մինչդեռ անձրևատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը։ Իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ էլ այն կիսակառույց է։ Արդյունքում, եթե մեղմ անձրևները աննկատ են մնում երևանցիների համար, ապա հորդ կամ տեղատարապ անձրևների ժամանակ երբեմն անձրևատարերն ուղակի ի վիճակի չեն լինում հնդհացս հեռացնել հոսող ջրերը։ Կառուցապատումների հետ կապված տեսակետը ջրային ռեսուրսների կառավարման փորձագետն էլ կիսում է, հարցնում, տեսնես ով է որոշել, որ գործող ցանցի հնարավորություններն անսահմանափակ են։ Անհրաժեշտ է, որ հետ այս քաղաքաշինության տեմպերին զուգահեռ լուրջ ուշադրություն դարձվի ենթակառուցվածքների ամբողջական համալիրը, ոչ միայն կոյուղու համակարգը,
դիտարկել, այլ պետքա նաև ջրահասման համակարգ, պետքա նախագծային աշխատանքներում ուշադրություն դարձնել նաև ջրհեռատար-ցանցի կառուցմանը։ Երբ քաղաքապետարանից բոլոր սլաքները միանգամից ուղում են Veolia ջուր, տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ պատասխանատվությունն ամեն դեպքում նրանցն է։ Սակայն այս ընկերությանը նաև հարցրել էին՝ ի վերջո երբ հանգուցալուծում կստանա այս խնդիրը։ Պատասխանել են, թե խնդրի արմատական լուծման համար խոշորածավալ ներդրումներ են պետք, ինչն արդեն պետության, մասնավորապես ջրային կոմիտեի խնդիրն է։ Թեև Veolia ջուրը կրում է արդեն իսկ արկա ցանցեր սպասարկման, մաքրման, դրանց ջրահեռացմանը պիտանի լինելու իրականացման աշխատանքների պարտականությունը, բայց նոր ցանցերի կառուցման անհրաժեշտություն կա։ Այս մասով Veolia ջրին բնականաբար պետք է իր աջակցություն տրամադրվի, ֆինանսական ներդրում արվի, որը պետք է արվի պետության կողմից, պետական բյուջեի հաշվին։ Դիմեցինք նաև ջրային կոմիտե հասկանալու համար արդյոք ներդրումներ նախատեսում են։ Մեկնաբանություն խոստացան հետագայում տալ, այս փուլում փոխանցելով միայն, թե մոտակա ժամանակներում այդ ներդրումները կլինեն։ Քիչ թե շատ փակագծեր խորհրդարանում պատասխանատու նախարարն է բացել, իշխանական պատգամավորներ հարցնում, ժողովրդի հումորի ռեսուրսն էլ սպառվել է։ Կոնկրետ ժամանակային հեռանկար ունենք։ Ըստ այն հիմնական խնդրահարույց տեղերում ուսումնասիրություններ են իրականացնում, նաև ասեմ, որ ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցի արդիականացմանը ուղղված ֆինանսական միջոցներն են պլանավորած 2026 թվականին ավելացնել։ Այսինքն մոտ ապագան միայն հաջորդ տարին է, ընդ որում դեռ կավելանան ֆինանսական միջոցները, հետո դրանք համապատասխան ուղղություններով կբաշխվեն, աշխատանքները կմեկնարկեն ու չգիտես թե երբ կավարտվեն։ Ուրեմն Երևանաբնակներին ու մայրաքաղաքի հյուրերին երկաթե նյարդերը դեռ հաստատ պետք կգան, բայց մինչև այդ պարզել չէ, իսկ համայնքային գույքը կդիմանա, ահա օրինակ թանկացած տրանսպորտը, դե վստահ ու համոզված երևի թե պետք չէ լինել արտադրողներն օգտագործման պայմանների մեջ նշել են, որ անիվներն առաջ գնում են նաև ջրում, կամ որ օրինակ սրահը ջրադիմացկուն է, եւ որպեսզի համայնքային գույքն այս պայմաններում չբանեցվի, չմարշվի, արդյոք պատասխանատվությունը Veolia ջրի վրա դնելուց բացի ուրիշ տարբերակ չկա, միջանկյալ լուծումներ հնարավոր չէ գտնել։ Ավագանու իշխանական անդամն ասում է, այդ ճանապարհով են գնում։ Դե միջանկյալ լուծում մենք ինքներս կիրառում ենք ու գործադրում ենք։ Թիվը չեմ կարող ասել, բայց մոտավորապես 50 կիլոմետրին մոտիկ մենք գոյուղատարներ ենք փոխել, որ էլի Veolia-ի սպասարկման տիրույթում է, բայց համայնքը այդ բեռը վերցել է իր վրա, ուղղակի ծավալը քանի որ իրապես շատ մեծ է, այսինքն հա սովետական կոմունիկացիաներ են 60-ական 70-ականներին անցկացված, արդեն այսինքն 70 տարի սպառել են ուղղակի իրանց։ Ինչ կլինի վաղը, ինչ կթափվի երկնքից։ Ստացվում է Երևանում այս հարցերը պակաս ակտուալ են։ Դե կարևորը թափվածը տանի կամ գոնե տանող լինի։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Հազար ենք ասել, որ նման դեպքերում կարող է ներքին արյունահոսության վտանգ սպառնա, նենց որ ապահովության համար չպետք է հրաժարվել բժիշկների առաջարկից։ 59-ամյա հարություն, ամոթ, որովհետև սթափության փորձաքննությունը փաստեց, որ հարբած ես։ Վիրավորել հրեա տեղափոխել են Երևան։ Քո նմանները հիմա կարմիր գրքում են, բայց ֆսոժը կարող է այնքան խմած ես եղել, որ աշկիդ շունն ու կատու են սկսել Երևալ։ BMW-ի վարորդն է։ Նենց դեմք ունի, որ տպավորությունա թե արգելակներն էլ եթե սեղմես, միևնույնն է, գազ է տալու։ Այս սաղ մուստանգն է խփել։ Մոլոդես մուստանգ։ Պատկերացրեք, թե ինչ արագություն բացած կլինի այս BMW-ն ու մեկ էլ լսում ենք, որ վթարի հետևանքով դուժասներ չկան նախադասությունում։ Որ այս ջրամբարին նայես, ստեղ սաղ մարդ կմնա, դեպետը սենց բարարելուց մեկ էլ մի 2 տարի առաջ էի տեսել։ Ահագինը բերել է։ Մեքենավարողները կհաստատեն, որ երբ տեղի է ունենում ավտովթարը ու պարզվում է, որ մեքենաներից մեկի վարորդը հարբած է, նույնիսկ այդ վարորդի համար բարենպաստ հանգամանքների առկայության պարագայում դեպքի վայրում հավաքվածները հենց նրան են համարում կատարվածի հիմնական մեղավոր։ Իհարկե հասկանալի է, որ այս ընկալումն ամբողջությամբ տեղավորվում է հոգեբանական հարթության մեջ, սակայն համաձայն եք, որ յուրահատուկ ցուցիչ է, թե ինչ վերաբերմունք ունի հանրությունը ղեկին խմած նստողների նկատմամբ։ Բայց այլուտես, որ ուրիշներին դատապարտողները իրենք են թույլ տալիս նույն խախտումը, ու ակամա հիշում ես, մի բողոքիր ուրիշի կտուրի մաքրությունից, եթե սեփական շեմդ կեղտոտ է ասույթը։ Նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ վերջին ժամանակահատվածում ավելացել է ոչ սթափ վարորդների մասնակցությամբ վթարների թիվը։ Ներկայացվող 6 պատմությունից 3-ի հերոսները հարբած վարորդներ են։
Նույնիսկ ընտանիքի անդամների ու նրանցից մեկի հղի լինելու հանգամանքը չի ստիպել 58-ամյա վարորդին մեքենա նստելուց առաջ ալկոհոլ չօգտագործել։ Իսկ հետևանքը միանգամից 6 հոգու հիվանդանոցում հայտնվելն էր։ Տասնյակ մարդիկ չէին կարողանում հասկանալ, թե ինչ հանգամանքներում է Opel-ը գլխի վայր շրջվել։ Վարորդին հարցնել չէին կարող, որովհետև նախ խմած է եղել եւ հետո տեղափոխել էին հիվանդանոց։ Սակայն ապաքինվելուց հետո 58-ամյա տղամարդը պետք է պատասխանի, թե ինչու չի ընկալում դասագրքային պարզ ճշմարտությունը։ Այն է, խստի վարգելվում է ալկոհոլի ազդեցության տակ ղեկին նստելը։ Թեև եթե դպրոցում կենսաբանություն առարկան ուսումնասիրեր, կհասկանար, որ խմիչքի օգտագործումը ոչ թե սովորություն է, այլ հիվանդություն ու բուժման ուղղությամբ քայլեր կձեռնարկեր։ Կամ Սայաթովա պողոտա Տերյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցածը։ Կեսգիշերի մոտ հասնելով դեպքի վայր Շամչյանը դժվարացել է հաշվել, թե քանի մեքենա է մասնակցել շղթայական ավտովթարին։ Քիչ անց պարզել է, որ գրեթե բոլոր մեքենաները կայանած են եղել, երբ 43-ամյա տղամարդը ամենագնացով բախվել է կայանած Toyota-ին, հետո առաջ ընթանալով հարվածել Nissan-ին, վերջինը Honda-ին, Honda-ն էլ Mitsubishi-ին։ Դեպքի վայրից անհետացած ամենագնացի վարորդը որոշ ժամանակ անց ներկայացել ու սկսել է արդարանալ, թե բախման պատճառը փողոցը անցնող շունն է եղել։ Քիչ անց կենթանասեր վարորդին ենթարկել են ստապության փորձականության ու պարզվել է, որ հարբած է։ Վերջում ասեմ, որ պատրաստ ենք այս թեմայի մասին անվերջ խոսել, ցուցադրել խիստ դատապարտելի խախտումը թույլ տվողների դեմքերն ու նրանց անարգանքի սյանը գամել, միայն թե յուրաքանչյուրը հասկանա, որ խմած ղեկին նստելը վտանգավոր է թե իր, թե այլոց կյանքերի համար։ Անցած օրի քրեական քրոնիկոնը արտակարգ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամչյանի, վերջին բաժակն էլ առաջինն էլ մի խմիր։ Տեսանյութում։ Ժողովուրդ ջան, համաձայն եմ Վահե Ղազարյանի հետ, որ ոչ սթափ վիճակում ղեկին նստելու դեպքերը կտրուկ ավելացել են։ Ինչի ցուցիչն է դա, հարցին պատասխանելը դժվար է։ Չեմ կարծում, թե կոնկրետ ինչ-որ բանի արդյունք է, բայց որ ասեք, լավ ուրիշ չի, որ խմում են, կարող է ականջ դնեմ։ Ավելի շուտ թող ականջ դնեն իշխանավորները։ Նրանք սոցիալ-տնտեսական քաղաքականությունը մշակում, մեր գործն է հարբած վարորդներին վերանելն ու անարգանքի սյանը գամելը, որովհետև ոչ թե սթափ վիճակում մեքենայի ղեկին նստելով նրանք վտանգում են այլոց կյանքեր, ինչի մեջ կհամոզվեք տեսանյութի ընթացքում։ Մինչ այդ սակայն անդրադառնանք Իսակովի պողոտայում ժողովրդին հայտնի Կարգոյի խաչմերուկում տեղի ունեցածին։ Դե արդեն հասկացաք, խաչմերուկ, իսկ ինչ է մեզ հուշում այդ բառը։ Այո, լուսացույցի 3 գույներ, որոնց եթե խստորեն չհետևես, կարող է այս օրը ընկնես։ Օրը ցերեկով Ford-ի թե Mitsubishi-ի վարորդը ուշադիր չի եղել գույների հանդեպ, թե երկուսն էլ միասին նախաքննությունը կպարզի։ Թեև հիմք ընդունելով փաստը, որ խաչմերուկը բավականին ընդգրկուն տարածք էր ներառում, չեմ բացառում, որ տեղի ունեցածում 2 վարորդի մեղքն էլ կար, ինչի հետևանքով, ինչպես տեսնում եք, Mitsubishi-ն կողաշրջվել է։ Կարծում եմ նաև, որ իրավապահները արագ կպարզեն մեղավորին, որովհետև աջ ու ձախ տեսախցիկներ կան։ Շտաբօգնության բժիշկները արագ օգնության էին հասել, սակայն քիչ անց պետք է պարզվեր, որ զուր։ 2 մեքենաների վարորդներն էլ հրաժարվեցին հիվանդանոց մեկնելուց ու շատ իզուր 1000 ենք ասել, որ նման դեպքերում կարող է ներքին արյունահոսության վտանգ սպառնա, նենց որ ապահովության համար չպետք է հրաժարվել բժիշկների առաջարկից, թեկուզ եթե քրեակատարողական ծառայության աշխատակից ես ու ինչ ասես այս կյանքում չես տեսել, նկատի ունեմ Ford-ի վարորդին։ Ես էլ րոպեներ առաջ ասվածի ապացույցը, ասել եմ ու կասեմ, եթե վարորդը հարբած է, անգամ եթե օբյեկտիվ հանգամանքներ են լինում, միևնույն է, մարդիկ առաջին հերթին մտածում են, որ պատճառը խմացությունն է։ Քանի անգամ ենք ասել, որ սպիրտը կոնծելուց առաջ, առավել եւս, երբ ընտանիքի անդամներին եք տեղափոխում, կես րոպե մտածեք, մենք ասում, մենք լսում ենք։ Իսկ հետևանքները ահա այսպիսին են լինում։ 58-ամյա հարություն, տեսար, թե ինչ գին վճարեցիր մեր հորդորները անտեսելու համար։ Երկուսին Երևան են տալ 400 տարա։ Երևան 400 տարա, որից մեկը երեխա է արկա։ Հա, մի վիրավորել հղիա տեղափոխել են Երևան։ Ընդհանուր 6 վիրավոր, չէ՞։ Հա, սրան է խփե։ Ասան տանիք էլ տեղափոխում խես, խմում նստում ղեկին։ Համ հղիկին,
Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում ենք, գրողի հուշարձանի հարևանությամբ։ Հարությունը օպելով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել այս բազալտե եզրաքարին ու գլխի վրա շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Նկատեցիք, վթարված այլ մեքենա չկա, հետևաբար խոսքը ինքնավթարի մասին է։ Կարելի է ասել ամբողջությամբ վարորդի մեղքն է, չնայած եթե սկսի հետո Գյուլնաս տատու հեքիաթներից պատմի, չեմ զարմանա, բայց դրա փոխարեն ավելի լավ է մտածի, թե ոնց է նայելու իր ընտանիքի անդամների 51-ամյա Կարինեի, 25-ամյա Լիլիթի, 35-ամյա Քրիստինեի եւ 2 տարեկան Հարությունի աչքերի մեջ։ Նրանց տեղափոխել էին տարբեր հիվանդանոցներ։ Բայց այս պատմությունը նաև դրական կողմ ուներ։ Այն առիթ դարձավ եւս մեկ անգամ համոզվելու, որ մարդկությունը դեռ չի վերացել։ Կասեք ինչ նկատի ունես Շամշան։ Բանն այն է, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել ուշադրություն, անչափահաս 3 երեխաներ, ովքեր մինչև մեծահասակների ու փրկարարների գալը մեքենայից դուրս էին բերել վիրավորներին։ Ապրեք երեխեք ջան, ապրեն նաև ձեր ծնողները, որ ճիշտ դաստիարակություն են տվել։ Իսկ ես Օպելի վարորդ 59-ամյա Հարություն, ամոթ, որովհետև սթափության փորձաքննությունը փաստեց, որ հարբած ես։ Տնաշեն, գոնե վիրավոր Քրիստինեի հղի լինելու փաստը քեզ սթափեցներ։ Գյուլնաս տատու հեքիաթներ ասեցի, անմիջապես մտաբերեցի մայրաքաղաքի սրտում Սայաթ Նովա Պողոտա Տեյրան փողոցի խաչմերուկում ժամը 23:20-ի սահմաններում տեղի ունեցած այս դեպքը։ Հիմա որ նայում եք, ինչ եք տեսնում ժողովուրդ ջան։ Այո, վթարված մի քանի մեքենա։ Հիմա կասեք, էս ինչ շղթայական վթար է, ինչու վարորդները չեն պահպանել անվտանգության կանոնները։ Ասեմ, որ մերկապարանոց մեղադրանքներ են ժողովուրդ ջան, թեկուզ հենց այն պատճառով, որ վթարված 5 մեքենայից 4-ում վարորդ չի եղել։ Հեսա բացեմ այս գլուխկոտրուկի որոշ փակագծեր։ Բանն այն է, որ այսքան մեքենայի սպանդը իրականացրել է այս ամենագնաց BMW-ի վարորդ 43-ամյա Էմիլը, որը ոչ տարել ոչ բերել է, նշածս խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota-ին, հետո առաջ ընթանալով բախվել կայանված Nissan-ին, վերջինը հարվածել է Honda-ին, Honda-ն էլ Mitsubishi-ին, այ մարդ լեզուս ջարդվեց արդեն, բայց ծանոթ էր, չէ՞, սյուժեն, լրիվ շահկամի մասին հեքիաթի պատմությունն էր։ Իհարկե, լավ է, որ շղթայական ավտովթարի պատճառով զոհ կամ վիրավորներ չկար, բայց նաև BMW-ի վարորդը չկար, որպեսզի հասկանանք նրա որպիսությունը եւ ստանանք մեզ հուզող ամենակարևոր հարցի պատասխանը. արդյոք սթափ է եղել։ Այո, վթարից հետո 43-ամյա Էմիլը հեռացել էր դեպքի վայրից, բայց որոշ ժամանակ անց վերադարձել ու ասում էր, թե ինքնազգացողությունն է վատացել։ Նրան պարեկները ենթարկեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ խմած է։ Հետո թե բա մեքենայի առաջ նիտո շուն, նիտո կատու հայտնվեց։ Այ Էմիլ ջան, էս ինչ կենթանասեր ես, էս ինչ հումանիստ ես։ Քո նմանները հիմա կարմիր գրքում են, բայց ֆսոժը կարող է այնքան խմած ես եղել, որ աչքիդ շունն ու կատու են սկսել երևալ։ Հեսա BMW-ի վարորդն է։ Այսա տես հա որտեղ ասում են նա էսի նոր ա եղել։ Շարունակում ենք բարձել վթարի մասնակից վարորդների սթափության աստիճանը։ Այս անգամ տեղափոխվում ենք մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղի մի լեմբոլ ճանապարհ, որտեղ վարորդները չեն դիմանում գազի սեղմակը տանջելու գայթակղությանը։ Դե հիմա հետն էլ ասեք Ford Mustang ու ամեն ինչ պարզ կդառնա։ Այս անգամ մեքենաների սպանդ կազմակերպելու հերթը 40-ամյա Կարենինն էր, ով այբ կրթահամալիր տանող ճանապարհին, չգիտես ոնց, չգիտես ինչու, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan, Lada, Mercedes եւ Lexus Magnishi մեքենաներին։ Խփողը Mustang-ն է, էլի։ Այս սա Mustang-ն է խփե։ Молодец Mustang։ Տեղեկացա, որ վարորդը իր վարկածն է ներկայացրել, որից կարելի է ենթադրել, որ տեխնիկական խնդիր է եղել։ Գուցե, բայց ես Mustang-ին միայն նայելով էլ հասկանալի է դառնում, որ սրա տեխնիկական կարողություններին պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Նենց դեմք ունի, որ տպավորություն է, թե արգելակներն էլ եթե սեղմես, միևնույն է, գազ է տալու։
բայց լավ, դեռ կհասկանանք պատճառները։ Իներցիայի համաձայն ես էլ փորձում եի հասկանալ, թե արդյոք խմած է եղել վարորդը։ Special Form-ի սթափության փորձակնություն անցկացրին ու պարզվեց, որ Կարենը սթափ է։ Փաստորեն ներկայացված ոչ բոլոր վթարների դեպքում են վարորդները եղել ոչ սթափ։ Կարորը սթափ է։ Դրի սթափ, Լադայի բանն էլ հայ լինել է։ Եկալ ծոքս է սա։ Պատկերացրեք գիշերվա միլիոն, մեքենա գրեթե չկա, քոտակը BMW-ա, ազատ տարածություն, իսկ ավելի կոնկրետ հյուսիս-հարավ ճանապարհին Դեֆանս բնակելի թաղամասի մոտ վարորդն էլ 22 տարեկան, ինչա պետք լիարժեք երջանկության համար։ Այո, մի քանի բաժակ օղի կամ ոգելից այլ խմիչք, բայց փաստորեն 22-ամյա Անդրանիկ Շահինյանի երջանկությունը լիարժեք ու կատարյալ չի եղել, երբ BMW-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը, առաջ ընթացել, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունն ու գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Ոսանքա զրկված է, բայց ոնց որտեղ է սա խփել։ Նշանը մեկերսուն է։ Որ կատակելով ասում եմ, թե Շահինյանի երջանկությունը կատարյալ չի եղել, նկատի ունեմ, որ հարբած չէր, բայց դա փաստորեն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է եղել գլխկոնձի չտալու համար, ցաղեջ, բայց որ Անդրանիկը ծնվել է ռսի ասած ռուբաշկե փաստա։ Հələ խնդրում եմ այս մեքենայի վիճակին նայեք, պատկերացրեք, թե ինչ արագություն բացած կլինի այս BMW-ն ու մեկ էլ լսում ենք, որ վթարի հետևանքով տուժածներ չկան նախադասությունը ու անկեղծ ուրախանում ենք։ Իհարկե, շատ ուրախացանք, բայց նաև ապշել ենք, իրոք մարդ պիտի բախտ ունենա։ Առասարակ վերջին օրերը հագեցած են ջրավազաններում մարդկանց հայտնվելու դեպքերով։ 2 տարեկան երեխայի պատմությունը չեմ էլ ուզում հիշել, թե ինչ օրեր քաշեցինք, ասելու չի։ Ուղղակի հիմա դրանք կրկին ներկայացնելը կարող է մեծ ցավ պատճառի երեխայի ծնողներին ու հարազատներին, չնայած ինչու միայն նրանց, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր սրտաթրոփ սպասում են այդ պատմության հանգուցալուծմանը։ Ավելի լավ է խոսենք մեկ այլ դեպքի մասին, որը տեղի ունեցավ օրը ցերեկով Աղթալա բնակավայրի վարչական տարածքով հոսող Դեբետ գետում։ Հա, առաջին բախումը ստեղ է եղել էլի։ Սենց եկել է մի 100 մետր կարել է, հա։ Այս կողով դեմ մեջ լուքը տեսել են որ տեսել են դրսում, հա։ Ջրայց եղածի մարմինը այնտեղ տեսել են։ Հա, տեղացի ըստեղ են տեսել։ Դե գետը տարել է էլի։ Ման են գալիս գետ ընկած BMW-ի ուղևորին, այո, էլի BMW, որը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին եւ հայտնվել Դեբետ գետում։ Մեկ հոգի կարողացել էր դուրս գալ ավտոմեքենայից, իսկ մեկ հոգի ըստ դեպքի վայրում հավաքվածների կամ մնացել էր ավտոմեքենայում, կամ դուրս էր ընկել մեքենայից եւ հայտնվել Դեբետ գետի ալիքներում։ Ու հիմա հրշեջ փրկարարները տևական ժամանակ փնտրում են բնակչին 74-ամյա Ռուբենին, մինչև կհասնի դեպքի վայր փրկված 49-ամյա Էդգարին տեղափոխել էին հիվանդանոց։ Ապնին որ բերում էր ինքն է հետն է եղել այդ ընթացքում։ Փրկվածը թե ում որ ման են գալ, հա փրկվածը։ Որ այս ջրամբարին նայես, ստեղ սաղ մարդ կմնա, Դեբետը սենց բարարելուց մեկ էլ մի 2 տարի առաջ էի տեսել, այն որ ես իմ քանի կիլոմետր շարավղով ինչ կա չկա ոչնչացրեց։ Պատկերացրեք 74 տարեկան մարդը ոնց կփրկվի ստեղ, այսինքն թե փրկարարները ամեն ինչ անում էին, որպեսզի գտնեն պապիկին, հոգու խորքում վստահ որ նրա ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյական է, բայց դա կապ չունի։ 20-ից ավել հրշեջ փրկարարներ օրեր շարունակ որոնողական աշխատանքներ էին տանում, նույնիսկ դրոններ էին օգտագործում։ Տեսնես, Ալավերդի բժշկական կենտրոն տեղափոխված Էդգարը ինչ կպատմի կատարվածի մասին։ Ահագինը բերել է։ Դե եկեք տեսեք, ինչ եղանակային պայմաններում են լոռու փրկարարները, պարեկները աշխատում։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք մայիսի 18-ին ժամը 22-ին։ Աստված պահապան, հայացքին։